Հողջան բարի օր, շնորհակալություն Բարի, առաջինը հրավերքի համար, ես եմ շնորհակալ եք ցույց տվեց դիտումները ցույց տվեց, որ կա բավականին շատ փոփոխություն ու դիտումները ինքնին եւ դիտումները եւ դրա վերաբերյալ քննարկումները ցույց են տալի, որ այո ժողովուրդը ուզում է լսի, այո ժողովուրդը ուզում է տեսնի ինչպես է իրավական դաշտում կարգավորվում իր իրավունքները։ Նախորդ անգամ մեր թեման մարդու հիմնարար իրավունքներն էր։ Այս անգամ մենք ընտրել ենք մարդու հիմնարար իրավունքների թեման շարունակելով մարդու կյանքի իրավունքը, որը նույնպես սահմանադրական իրավունք է ու նույնպես երաշխավորվում պաշտպանված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այդ թվում նաև պետական ու պատկան մարմինների դրանց ղեկավարների կողմից։ Տես այսօր մեր մոտ բազմաթիվ են այն դեպքերը, երբ որ մարդու հիմնարար իրավունքները, այդ թվում նաև կյանքի իրավունքը ոտնահարված է ծայր աստիճան։ Եթե այսպիսի մի վիճակագրություն կա, եթե մի պետության մեջ մարդու խախտված իրավունքների վիճակագրությունը, խախտված իրավունքների վերականգնման վիճակագրությունը շատ ավելի ցածր է, քան խախտված իրավունքները եւ դրա սանկցիաները, նշանակում է այդ պետությունը իր մեջ շատ անելու բան ունի։ Պատկերացնում ես ինչա, այսինքն պետք է հակառակը լինի, շատ ավելի քիչ սանկցիա լինի ու շատ ավելի խախտված իրավունքի վերականգնման վիճակագրություն լինի։ Ցավոք անելիք շատ ունենք ժողովրդին իրազեկելու իր իրավունքների տիրույթը, ինչպես են դրանք կարգավորվում, այնուհանդերձ մենք որ ընտրել ենք այս ճանապարհը մեր ժողովրդին այդ ամեն ինչը տեղ հասցնելու, ուզեմ մի հետաքրքիր թեմայի անդրադառնանք նաև կյանքի իրավունքի հետ կապված, չեմ ուզում քննարկեմ մուրացկանությունը մեր երկրում, ծայրաստիճան աղքատությունը մեր երկրում, ել ավելի դրանք ավելանալու հեռանկարները մեր երկրում, անվտանգային խնդիրները մասնակցորեն մեր երկրում, ուզում եմ խոսենք մարդու իրավունքների այն հատվածից, այսինքն կյանքի իրավունքի այն հատվածից, ովքեր ում որ սպանեցին։ Ներողություն եմ խնդրում բառիս համար, այնուհանդերձ կարծում եմ, որ սպանեցին իրենց, այնքանով որքանով որ պետությունը երաշխավորում է իր յուրաքանչյուր քաղաքացու կյանքի իրավունքը ու բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկում է այդ պաշտպանության ուղղությամբ, ճիշտ է։ 44 օրյա պատերազմի ժամանակ մենք հստակ տեսանք մի բան առանց գնահատական տալու զինվորական գործին, քանի որ ինչքանով տեղյակ ենք դեռ դրա վերաբերյալ քննարկումները շարունակվում է, որոշում վերջնական չկա, հետևաբար զինվորական գործին գնահատական տալը շնորհակալ կլինի, ժամանակավրեպ կլինի, այնուհանդերձ Հայաստանի Հանրապետության կառավարիչները նախորդ անգամ մենք հասկացանք, որ մեր մոտ կառավարիչներ են եւ ոչ թե վարչապետ, կառավարիչները որդեգրեցին հետեւյալ մոտեցումը. առանց կյանքի իրավունքը պաշտպանելու մեր հերոսներին տեղափոխեցին X հատված Արցախի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետության մի հատված եւ այնտեղ առանց պաշտպանելու իրենց կյանքի իրավունքը ուղղակի զոհաբերեցին։ Ցավով եմ ամրագրում, ուղղակի զոհաբերեցին, այսինքն ասել է թե իրենց վարկագծի արդյունքում կամ իրենց ղեկավարների տեղակալների կամ իրենց ենթականների վարկագծի արդյունքում սպանվեցին այդ երիտասարդները։ Ինչի արդյունքում մենք այսօր ունեցանք բազմաթիվ հերոսներ, սպանված հերոսներ, ոչ թե զոհված, այնքանով որ եթե դու տիրապետում ես հետախուզությանը, եթե հետախուզությունը զեկուցում է, որ հակառակորդը, չեմ ասում թշնամի, որպեսզի չասեն Թշնամանք ենք սերմանում, ասում եմ հակառակորդը ունենք տեղեկատվություն, որ թուրք-ադրբեջանական զորավարժություններ էր տեղի ունենում միշտ 44 օրյա պատերազմը, ակնհայտ էր, որ հետախուզությունը զեկուցել է, որ որոշակի միջոցառումներ են ձեռնարկվում, որ շատ հնարավոր է, որ հավանական պատերազմի մասին էին խոսում, այնուհանդերձ Հայաստանը բավարար չափով չպաշտպանվեց, չբերեց համապատասխան պաշտպանության միջոցներ, թույլ տվեց, որ ուղղակի դրոններով, հակաօդային որևէ միջոց չձեռնարկեց, դրոններով մարդկանց սպանեն։ Այսինքն մեր հերոսները եւ խաղաղ բնակչությունը, այդ թվում նաեւ խաղաղ բնակչությունը սպանվեցին ուղղակի առանց պաշտպանվելու, չհասնելով պատերազմի դաշտ, չհասնելով մարտական խրամուղի, սպանվեցին ճանապարհներին։ Էլ չեմ ասում, որ մեր հերոսների ու մեր խաղաղ բնակչության նկատմամբ տեղի ունեցած վայրագությունները, ինչն էլ ինձ ենթադրել է տալիս ինչն էլ ինձ ստիպում է, որ ենթադրեմ, որ ուղղակի տեղի ունեցել սպանություն։ Երկրի կառավարիչները թույլ են տվել, որպեսզի տեղի ունենա սպանություն։ Եթե այդ ամենին պես այն խնդիրը, որը որ դու հիմա բարձրաձայնում ես օբյեկտիվ, չէ, ինքը
ունի շատ տարբեր կոմպոնենտներ, չէ՞, սկսած իրավական, քո ասած, որ պետությունը պետքա ու պարտավոր է ապահովի յուրաքանչյուր այո, իր քաղաքաց ու դրանից բխող մնացած բոլոր իրավունքները։ Հիմա տես, այստեղ սենց հետաքրքիր բան կա։ Իրավական, քաղաքական կողմերը, որ նայում ենք դրա, չէ, տեղի ունեցածի, եթե մենք հետ եթանք ու առանց էմոցիաների հասկանանք, փորձենք վերլուծել, ուղղակի առանց գնահատական տալու փորձենք վերլուծել ինչ տեղի ունեցավ։ Դու ասեցիր, որ դրանից առաջ զորավարժություններ էին, կար ազդակները, որ էր այո, կարանք չիմանանք, բայց պետությունը, պատկան մարմինները, չէ, դրա համար կան ինստիտուտներ, բնակչությունն է գիտեր արդեն, ազդակները կար։ Հիմա այն ինչ որ տեղի ունեցավ, եթե շատ չմտնենք այդ դաշտ, որովհետև մեր ժամանակը չի ների, դրա մասին հատորներով ու մի քանի հազար տերաբայթ կարելի է խոսել, հետ հայացք գցելով այս ամեն ինչին, տեսնում ես, որ այդտեղ եղել է ուղղակի քաղաքական որոշում, որ այդ քաղաքական որոշման արդյունքում մենք ստացել ենք այն ինչը որ ստացել ենք։ Սպանեին կամ թույլ տային սպանեին մեր հերոսներին, մեր խաղաբնակչությանը, քաղաքական ղեկավարությունը, առաջին դեմքը, ասենց ասած, գլխավոր գերագույն հրամանատարը ասեց, այո, հնարավոր էր անել այնպես, որ պատերազմ չլիներ, մենք կարայինք Արցախը տայինք առանց պատերազմի ու առանց զոհերի, ինքը իր բերանով բազմիցս ազգային ժողովի բարձր ամբիոնից հայտարարել է դա, ու դա հասկանում է միջին մասնագիտական գիտելիքներ ունեցող, էլ չեմ ասում խելացի ու մտածող մարդու մասին, որ երկրի ղեկավարը գնահատելով իր պոտենցիալը, ինքը պետքա կոնկրետ ճգնաժամային որոշում կայացնի։ Ես ունեմ հնարավորություն դիմակայելու առհավիրքին, թե չունեմ հնարավորություն։ Եթե ունեմ, ապա այդ հնարավորությունները ո՞նց պիտի անեմ։ Եթե կա պատերազմ, պատերազմը երկու լուծում ունի՝ դիվանագիտական ու հենց ռազմական գործողությունների առումով։ Ես ներողություն զուգահեռ պետք է այդ երկուսից ռազմական գործողություններն է, այսպեսի մի խոսույթ կա ու այսպեսի մի երևույթ կա, որ յուրաքանչյուր պատերազմ ոչ թե ավարտվում է հաղթանակով կամ պարտությամբ, այլ ավարտվում է խաղաղությամբ կամ ժամանակավոր հրադադարով։ Հիմա կներես, այն որ Ադրբեջանի, այսինքն մեր հարևան պետության կողմից ամբողջ օրը հայտարարվում է ու ի ցույց է դրվում ամբողջ աշխարհին, սա ոչ թե խաղաղություն է, այլ սա ժամանակավոր հրադադար։ Նույն տրամաբանությամբ 35 տարի առաջ, եթե մենք Արցախի հանրապետությունը ուղղակի նվիրեինք Ադրբեջանին, այսօրվա պայմանական ասած խաղաղության կգայինք եւ չենք ունենա այսքան զոհեր, չենք ունենա այսքան հաշվանդամ հերոսներ, չենք ունենա այսքան քաղաքացիական անձանց մեջ սպանված անձինք, չենք ունենա այսքան խեղված ընտանիքներ ու խեղված ճակատագրեր, որովհետեւ դու պատկերացնում ես, ճիշտ է, մոտավոր են թվերը 5000, բայց արի քննարկենք առաջի Արցախյան պատերազմից մինչև օրս մոտ 20000 մոտավոր են։ Ստույգ թվերը քանի որ չեն հրապարակում, մեր համար դա ինչ որ փակ տեղեկատվություն է։ 20000 զոհը պատկերացնում ես սերունդի հետագա սերունդներ տալու առումով քանի տարի Հայաստանին հետ գցեց։ Այն տեղից էլ մենք քիչ ենք, շատ չենք։ Այսինքն մեզ պետք է յուրաքանչյուրս շատ արագ զարգանա ու բազմանա, մենք ճիշտ հակառակը արեցինք 5000 երիտասարդի սպանելով, մոտ 5000 երիտասարդի սպանելով, ներողություն, բայց կյանքի իրավունքը դրան է բերում, որ սպանված են իրենք, սպանելով մենք նաև այդ մասով նահանջ ունեցանք ու որևէ մեկը չգիտի ոնց են պատասխան տալու ու նույն պետության ղեկավարները, այսինքն այսօրվա կառավարիչները ոչ միայն պատասխան չեն տալիս այդ սպանված անձանց համար, այլ ինչպես փորձը ցույց տվեց, վիրավորում են սպանվածի հարազատներին, բղավում են, չէ, հայտարարում են, թե ինչի չեք մահացել, էլ չեմ ասում նոր տարվա երեկոյին զվարճանում են, քեֆ են անում, լավ են անում, իմ ընկալմամբ այսպեսին պետք է պարտված պետության ղեկավարը կամ կառավարիչը պետք է սուգը վրեն, քանի որ իր վարքագծի, իր գործողությունների արդյունքում էին այդ զոհերը եղել, սուգը վրեն կառավար, պաշտոնավարը մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը։ Լավագույն դեպքում, բայց պետքա իրականում օբյեկտիվ, հենց հաջորդ օրը պետքա ասել հրաժարակ, այո, ժողովուրդ ջան, ես
հնարավորություն չունեմ, այլևս ես ընդունակ չեմ։ Եկեք փոխեք ինձ, ես չեմ կարող։ Արդարացում կա, ասի ես հրաժարվեցի, սակայն 2021 թվականի ընտրությունները, չէ, ազգային ժողովի ընտրությունները չի պարտադրել մասնակցի, չէ, ինքը հենց ինքն է նախաձեռնել ու ասել դե եկեք այդքան կստուգենք, տեսնեք ում ձայն կտա։ Ես ընդունում եմ քո ասածը, այնուհանդերձ իրենք արդարացումը ունեն, հակառակ դեպքում, եթե չէիք ուզում մենք ղեկավարեինք, չէիք ընտրի մեզի, հետեւաբար ձեր ՔՎ-ի արդյունքում մենք չենք հայտնվի խորհրդարանում։ Ինչ որից է մենք տեսանք, որ մարդու կյանքի իրավունքը շատ ավելի ոտնահարված է Հայաստանի Հանրապետությունում ու դա արվում է պետական մակարդակով, այսինքն ղեկավարների մակարդակով։ Ուզում եմ հասկանամ նախ նշեմ նրա մասին, որ գալու է այդ օրը, երբ որ իրենք հատուցելու են, իրենք պատասխան են տալու այդ սպանությունների համար կամ այդ ամենաթողության համար։ Էլի եմ կրկնում, ռազմական գործին գնահատական չեմ տալի, բայց գերագույն գլխավոր հրամանատարը պարտավոր է պատասխան տա իր վարքագծի ու վարքագծի արդյունքում տեղի ունեցած ողբերգության համար։ Այո, կլինի աշխարհում փորձը ցույց է տվել, որ բոլորները պատասխան են տվել։ Պատասխան չտված ղեկավար չկա մինչև օրս։ Ինչպես նաև հավերժ իշխանությունն է, առավել նման։ Այո, բայց ժողովուրդը պետք է հասկանա, որ այո, պատասխան պետք է տան, այո, իրենց վարքագծի արդյունքում ենք ունեցել, ու ինչ է նշանակում Արցախը Հայաստան չէ, սկզբից Արցախը Հայաստան է եւ արծա հետագայում առանց քաղաքականացնելու Արցախը Հայաստան չէ, հարգելիս Արցախում ապրում էին հայեր, էթնիկ հայեր։ Սկսենք։ Ինչ միջոց ձեռնարկեցիր, որպեսզի իրենց կյանքի իրավունքը պաշտպանես։ Թույլ տվեցիր բլոկադայի ժամանակ սոված մահանան։ Թույլ տվեցիր պատերազմի ժամանակ այդքան զոհեր, պրոստը սպանություններ։ Մինչև օրս ներկայումս են մեր քաղաքային իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում մենք ունենք զոհեր, հասկանում ես, մարդիկ սովից են մահանում, մարդիկ սպանությունները մեր մոտ ինչքան է շատացել։ Այսինքն պետությունը ձեռները լվաց է քաշվել է մի կողմ, թողել է որ ժողովուրդը ով ոնց կարում է, ով ինչ ուզում է, անում է։ Ու հայտարարում ենք բարձր ամբիոններում, որ աշխատում ենք։ Ինչ ես աշխատում։ Դուք չաշխատեիք, կարող է շատ ավելի լավ երկիր ունենայինք։ Դրա մասին է խոսքը, ներողություն միտքդ ընդհատեցի։ Չընդհատեցիր, միտքը հետևյալն է, որ հիմա եթե նայենք այդ տեսանկյունից, հետ հայացք գցենք ու տեսնենք այսօր ինչ է կատարվում։ Նույն բանն է կատարվում։ Հիմա այսօր էլ մենք կանգնած ենք այդ նույն վտանգի առջև։ Այո, ապա լրիվ նույն։ Մեզ ինքը նախընտրական քարոզարշավի ժամանակ ասեց, եթե ես սահմանադրական մեծամասնություն չունենամ ազգային ժողովում, լինելու է պատերազմ։ Իսկ դու ինչ ես անում, որ հիմա խոսքը ասում եմ, որտեղ ավարտվում է դիվանագիտությունը, այնտեղ սկսում է պատերազմը, չէ։ Դաժան պատերազմ, թե չգիտեմ ինչ ձևակերպ։ Խոսքը, չես որտեղ ավարտվում է դիվանագիտությունը, այնտեղ սկսում է պատերազմը։ Իսկ դու դիվանագիտության առումով այդ ճակատում ինչ ես անում։ Ինքը ասում է, ես խաղաղություն եմ բերում։ Ախր խաղաղություն, եթե քեզանից ինչ ուզում են դու դա տալիս ես, դա խաղաղություն չէ, դա ուղղակի լուր կապիտուլյացիա։ Ինչ խաղաղության մասին է խոսքը։ Այդ մարդիկ ոչ մի լումա չեն ծախսում, ստանում են ինչ որ ուզում են։ Հետագայում էլ լումա չեն ծախսի, ստեղից արժանապատիվ մարդիկ կամ տեղում ներսում կսպանվեն, կզոհվեն, կձերբակալվեն կամ կարտագաղթեն ու տակը կմնա այն ինչ որ կմնա։ Ու դա խաղաղություն է արդյոք։ Ու եկանք հասանք իմ այն խոսքին, որ այո, կյանքի իրավունքը Հայաստանի Հանրապետությունում, որը բացարձակ արժեք է, համանդրությամբ ու երկրի կառավարիչների կողմից երաշխավորված պաշտպանված իրավունքը ոտնահարված է, այն էլ ինչ կերպ։ Ուզում եմ ասեմ լուրջ, այդպես կարելի է։ Այսինքն սպանություն արդարացնում եք սպանողներին։ Իրանց դեպքում կարելի է, Գեորգի ջան, իրանց դեպքում կարելի է, որովհետև այդ մարդիկ, եթե հիշես, երբ որ եկան իշխանության, իրանք արդեն ձևավորել էին իշխանություն, մարդը իր ղեկավարած երկրի ներսում կոչ է անում մյուս ինչ որ մի խումբ մարդկանց, ասում է դուրս եկեք դատարանները գրոհեք։ Հիշում ես։ Իհարկե, հիշում եմ, Շինգավիթի առաջինացանի դա հույժ գաղտնի բան եմ ասում։ Հիմա նախընտրական քարոզարշավի ընթացքում ինքը ասում է, հարց են տալիս, ասում են, այս հարցը ինչի՞ս, այս մնաց սրան չբռնեցիր, ասում է դատական համակարգը գտնվում է մաֆիոզների ձեռքում։ Մարդ, ով որ
8 տարի ունի բացարձակ իշխանություն, ինքը իր ղեկավարած երկրում առանց ամաչելու ասում է իմ երկրում դատական համակարգը գտնվում է մաֆիոզների նման իդեալիզմ ուղղակի սա ոչ թե իդեալիզմ է, ես չգիտեմ, սա Հովիկ ջան, ես քեզ հավաստի ասում եմ, մեր Հայաստանի Հանրապետության դատավորների մի մասի հետ ընկերություն եմ անում, քանի որ իրավաբաններ ենք բոլորս, առնչություններ շատ ենք ունեցել, շփումներ շատ ենք ունեցել, մի մասին ճանաչում եմ, հավատացնում եմ մեր դատավորների գերակշռող մասը, ում որ ճանաչում եմ, շատ ազատ, շատ օբյեկտիվ ու արդար դատավորներ են, այսինքն ամբողջ օրը երազում են լինի այնպիսի մի հանրապետություն, որտեղ դատական իշխանությունը կգտնվի իր բարձրունքում եւ ոչ թե կլինեն վերևից պատվերներ։ Մենք անցած անգամ էլ որ խոսում էինք, եթե հիշում ես, հանգեցինք նրան, որ մեր արկա ինստիտուտները բոլոր պետական կառույցներում կան աշխատող մի, չգիտեմ, ասենք, այդ հիմնարկի աշխատողների քանակի 10%-ը իրանց ուսերի վրա դրած ամբողջ հիմնարկի ծանրությունը առաջ են տանում բոլոր հիմնարկներում, բոլոր ինստիտուտներում կան, ասենք դա բավարար է, կան դատավորներ, արժանապատիվ դատավորներ, բայց այդ դատավորը քնում արթնանում է, նա չգիտի, եթե ինչ որ բան sense չանի հաջորդ օրը ինքը ինչ կարգավիճակում կհայտնվի, այսինքն դրանից առաջ խոսում ենք հայտնվի մեղադրելի կարգավիճակ վախի մթնոլորտ թե չկա, իհարկե կա, այդ մարդը ունի ընտանիք, շատ խիստ ընդգծված կա ու կոնկրետ թիրախային ասում են, եթե այսիշ բանը չանես, ուրեմն լավ չի լինի, այդ մարդը վերջո արդեն կաշկանդված է, չէ, որոշումներ կայացնելու, հա, կան մարդիկ, ում որ գործ են դեմ տալիս, կարած, չէ, ասում է հրաժարվում է, ինքնաբացարկա, ունենք շատ դատավորներ, ովքեր որ հրաժարվեցին պաշտոնից, դիմում գրին ազատվեցին, դիմում գրեցին ազատվեցին, բայց արդյոք դիմում գրել ազատվելը հարցի լուծում է տալիս, եթե մի օր ընդամենը դա կլինի այսօր, վաղը, մյուս օր, այս ամբողջ համակարգի արժանապատիվ մարդիկ ուղղակի գործի չգնա, այս պետությունը կհայտնվի տոտալ կոլապսի մեջ։ Այդ ժամանակ հնարավոր կլինի նաև դա հող է նախապատրաստելու իշխանափոխություն անելու։ Մեր ընդդիմադիրները եթե չգիտեն ոնց իշխանափոխություն անեն, դա գործիքակազմ է, բայց այդ մարդիկ պետքա վստահ լինեն, որ այդ իշխանափոխությունը կլինի, այլ ոչ թե մի քանի հոգի կպատժվեն, են մնացածն էլ կարտագաղթեն կամ չգիտեմ, էլի նորից գլուխները կախ կեթանք աշխատեն, վստահ պիտի լինեն, օրինակ այս ընտրությունների ընթացքում ամբողջ բանը պետական համակարգի աշխատողներին ուղղորդեցին, վախեցնելով սրանով նրանով, որ ձայնագրություններ կան, հրապարակված են, բան չանեք, մեզ ձայն չտակ ու ձայն չբերեք, գործից կազատենք, չէ։ Եթե մեր ընդդիմադիրները կարողանային իրենց միտքը ու գաղափարը շոշափելի, այլ ոչ թե վերացական տեղ հասցնեին, ու այդ պետական համակարգի աշխատողը վստահ լիներ, որ ինքը այդ օրը գնալու է գլուխը կախ մերժի այս իշխանությանը ու հաջորդ օրը ինքը կմնա իր աշխատանքին ու ինքը պաշտպանված կլինի ու արդեն օրենքին համապատասխան կգործի պաշտոնական լիազորությունների դա ցավալի է, ես չեմ ուզում քննադատել, բայց ասենք թույլ տված սխալները չբարձրաձայնել չի լինի, չէ, մեր ընդդիմադիրները չկարողացան այդ միտքը ու գաղափարը ճիշտ տեղ հասցնել, կոնկրետ գետնի վրա, այլ ոչ թե վերացական կարելի է նստել ու հատորներով լավ ծրագիր գրել, ասենք երկնային կյանքի մասին եւ այլների, բայց գետնի վրա է գիտաֆանտաստիկ գերականության մասին ես խոսում, բան համաձայն եմ քո հետ, այնուհանդերձ ես էլի եմ համոզված եմ այն մտքի հետ, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս կառավարիչները չեն տիրապետում որևէ իրավիճակի, թղթի վրա գեղեցիկ է, ամեն ինչ նորմալ է, գրում են, ջնջում են, կյանքում դա կենսունակ չի։ Չեն ուսումնասիրել բավարար ժամանակ, թե ինչպես պետք է կառավարել երկիրը, ինչպես պետք է կառավարել ժողովրդին, ամենաթողությունն ու բացի թողի վիճակն է գտնվում, սպանությունների վիճակագրությունը դրա մասին է խոսում, այսինքն կյանքի իրավունքը հավասարեցված է 0-ի, ու այսպեսի մի համոզմունք էլ կա ինձ մոտ, այսինքն ով զոհվեց պատերազմում, ով սպանվեց, ումը սպանեցին, իր բախտը չբերեց։
Չպիտի այդպես լինի։ Ես իմ մոտ Իհարկե համոզմունք կա, որ չպիտի պաշտպանված է այդպես իմ սահմանադրական կյանքի իրավունքը, բայց ստացվում է ես բախտով եմ ապրում, իմ բախտը բերես թե չբերես, որ վաղը առավոտը կզարթեն, թե չէ, այ նախ 50-50 կլինի թե չէ։ Երևի թե այս հետեւյալ մտքով ավարտենք ակնկալիքով, որ տա Աստված որ նորից կհանդիպենք, հա, քեզ կատակ, քեզ լուրջ, բայց այստեղ խնդիրը այդ իշխանությունը ունի ընդունակություն դա անելու, թե ինքը կոնկրետ մոտիվացիա ունի հակառակը անելու։ Տարին ցույց տվեց, որ մոտիվացիա ունի։ Իր մոտիվացիան լրիվ այլ ուղղությամբ է եթում, սրանով սահմանափակվենք մինչև նոր հանդիպում։ Շնորհակալ եմ, Գեորգի ջան, որ եկա։